Բայց ես Հակով Դավիթն եմ, այսօր ես կասեմ մեղուների մասին։ Մեղրատու ընտանի մեղուն թաղանթաթեավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում փեթակներից մեջ վայրի մեղուներ ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծեպերում մեղր ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից, մեղրահացից, մոմահաց միայն մի փեթակից ստացվում է մինչև 25 կգ մեղր, մեղվաընտանիքը կենսաբանականաբաղջություն է, որտեղ բոլոր անհատները փոխկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գործության բաղկացած է մի մայր մեղվից 60-80 հազար աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր երբեմն հազար բոռերից աշխատավոր մեղուն ապրում է 20-40 օր, ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։